Պարոն Ղազիմյան, հետաքրքիր է իշխանությունների հայտարարություններից հետո, երբ որ հայտարարեցին ազգայնացման մասին եւ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ընկերությունը մոտավոր եթե հաշվարկներ կան, ինչ վնասներ է կրել, սա առաջին հարցս, երկրորդը մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել պետական սեփականության մասնավորեցմանը եւ հակառակ գործընթացներին, այս դեպքում հաշվի առնելով պետական կառավարման որակը, դուք ինչպես եք տեսնում, երբ որ պետականացվի, հեծը, ինչ խնդիրներ կարող են լինել, եւ երրորդ հարցս վերաբերում է ներդրումներին, այս տարիների ընթացքում հեծը Եթե կա հստակ թիվ կարող եք նշել ներդրումների չափը, ինչ ներդրումներ են իրականացվել, ինչ տարիների կտրվածքով եւ մինչեւ տարեվերջ ինչ ներդրումներ են նախատեսված։ Ուրեմն առաջի հարցի հետ կապված մենակ այն որ մենք չենք հաշվել այսպես կոչված վնասները, դա արդեն հուշում է որ մեզ դա չի առաջին հետաքրքրում, այսինքն իրական ճանապարհով գնալու համար էլի sense մի քիչ պանցիկ գնում ենք իհարկե վնասները հաշվարկվելու են։ Պետության եւ sense ասեմ պետության վնասը իմիջային եւ բոլոր առումներով խայտարակ է, չի քննարկվում, յուրաքանչյուր կրթություն ունեցողը, չեմ ուզում վիրավորել կրթություն չունեցողին, կրթություն ունենալ նկատի ունեմ այդ պետության գաղափարի վնասների վերաբերյալ եմ ուզում ասել, կհաստատի որ պետության իմիջային վնասը խայտարակված է։ Հեծի եւ Կարապետյան Սամվելի ռեյտինգային օգուտը շատ մեծ է, այսինքն միանշանակ իր ռեյտինգը բարձրացել է, չեմ կասկածում։ Ֆինանսական վնասների վերաբերյալ չունեմ ես ինֆորմացիա, չեմ կարող ասել, որովհետեւ հստակ հաշվարկ չունենք, դա ավելի շատ ուրիշ դեպքում պետք է գա։ Երկրորդը պետական կառավարման ռիսկերը, ախր միջազգային փորձը չեն ուսումնասիրել, միջազգային փորձով Եթե չեմ սխալվում Արգենտինա, Բոլիվիա եւ մի քիչ թե շատ զարգացած երկրներից Հունգարիան ա եղել, որ պետականացրել են, ինչպես փորձագետներից մեկը նշեց, անունը չեմ հիշում ճիշտ ասած, կարդում եմ այսպես թողինձների, բայց շատ գրագետ էր նշել, որ պոպուլիստ Օրբանը եկավ վարչապետ, այդպես որոշեց պետականացնի եւ այլն, եւ իրենց անալիզն եմ ասում, էլի ես ձեզ այսօր չեմ տալու ինֆորմացիա, որը այդից է։ Իրենց անալիզով ուրեմն բոլոր տեղերում առաջացել են ֆինանսական ներդրումների խնդիրներ, առաջացել են հոսանք այդ մատակարարման խնդիրներ եւ որը բերել է սակագնի թանկացման։ Այդ բոլոր տեղերում։ Դա ունենք միջազգային փորձը, որտեղ փորձել են պետականացնել։ Երկրորդը պետության կառավարման որակը բոլորս գիտենք։ Չանցնելով քաղաքականության չեմ ուզում, բայց որպես քաղաքացի, որպես բոլորը շփվում ենք, տեսնում ենք, հիմա եթե տրանսպորտի ոլորտը լավ չի կառավարվում, տրանսպորտի նախարարություն չունենք, բայց այդ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ պետք է ապապետականացնենք, ինչ պետք է անենք։ Այսինքն այս չափորոշիչները, որոնք որ դրված են, շատ սխալ են դրված։ Հիմա եկեք համեմատենք պետական յուրաքանչյուր ոլորտի հետ հեծի աշխատանքը։ Տանք մի հատ անկախ աուդիտորական կազմակերպության թող աուդիտ անի, թող համեմատական տանի։ Բայց այս ամեն ինչից դուրս գալով ես նախորդ օրը նշել եմ, հիմա ուզում եմ կրկնել բոլորիդ առաջ, հեծը եւ Կարապետյանը պայքարում են հեծի համար մի քանի պատճառներով, կնշեմ միայն մեկը, իմ կարծիքով առաջնայինը։ Լինելով, ես օրինակ լինելով 20 տարի այս ընկերության երևի թե մեծ մասը ղեկավար այսպես կազմում, պատկերացնում եմ համակարգը, չեմ ասի 100%-ով, որովհետև 100% ոչ մի բան չի լինում, բայց բավականին լավ, եւ տեսնում եմ ինչ է կատարվելու։ Ռիսկերը շատ մեծ են։ Կառավարման առումով, ներդրումների ներգրավման առումով, պետական կառավարման համակարգը ինքը իրենով կոմունիստական կլինի, չգիտեմ ինչ կլինի, այդ մտածելակերպով միշտ համարվում է, որ շատ ավելի հեշտ է գողանալը, շատ ավելի հեշտ է կամ ավելի, չգիտեմ, մարդիկ մի քիչ այլ կերպ են մտածում, դե պետական է։ Մասնավորեցման հիմքում հենց եղել է, որ մասնավորեցվի, այս ինչ ընկերությունը, այս ինչը մասնավորեցվի, որպեսզի ավելի լավ կառավարվի։ Եվ այդպես էլ եղել է։ Ինչ վերաբերվում է
պետական մարմիններին, այստեղ գնում է տարբեր մարմինների զրոյացում։ Հիմա այս օրենքով զրոյացնում են հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին որպես այդպեսին։ Պրոստը զրոյացնում են, որտեղ ինքը տարիներ շարունակ կարգավորել է մի բան, որ երևի չպետք է կարգավորել կամ այլ կերպ պետք է կարգավորել։ Հիմա սննդի անվտանգության տեսություն գոյություն ունի, այտենց ուղղակի մտքիս եկավ, ոչ թե ինչ-որ բան, հերթով կասեմ, եթե միտեղ սնունդը վատ որակ եղավ, սննդի անվտանգության տեսությունը կանոններ է սահմանը, այդ կանոններով առաջնորդում են, փակում են, ուղղում են, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Ասում են, չէ, սննդի անվտանգության տեսություն, էսի պետքա վրաս պետականացվի։ Գնում ենք պետականացման։ Չգիտեմ, աշխատանքի տեսությունը ստուգում արի ամեն ինչ նորմալ է եղել, տվել է, որ էս էլ ուղեք ամեն ինչ լավ կլինի, ասում են, չէ, գնում ենք այս քո ուղումները սխալ է, մի հատ հետ են գնում տնանք ինչ խնդիրներ են եղել, հետադարձ ուժը вообще հայտարարություն, ընդհանրապես։ Գնում ենք դա ենք պետականացնում։ Այստեղ ախր լավ ինչի մասին խոսես։ Չկա ոչ տրամաբանություն կա, ոչ հիմք, լավ, ընդունենք պետականացումը լավ բան է։ Մի պահ եկեք պատկերացնենք, շատ լավ բան է պետականացումը եւ շատ լավ էլ կառավարվելու է։ Ընդունենք տեսականորեն, որին չեմ հավատում։ Լավ, հիմքը ո՞րն է։ Ինչ-որ հանրային գերակաշար, քաղաքացիների շատ, չէ, ես խոսում եմ օֆիցիալ հիմքի մասին։ Դե ոչ օֆիցիալը բոլորս պատկերացնում ենք, խոսում եմ օֆիցիալ հիմքի մասին։ Ո՞րն է։ Չկա։ Ինչ-որ հանրային գերակաշար, ինչ-որ խմբի այդպես է ոնց որ թե գրած, տենց անգիր ունեմ մոտս այդ բանը, օրենքը չարադառնամ օրենքը։ Այսինքն հիմքը չկա, որ մարդուն ներկայացնես մեղադրանք, ասես այս սրա պատճառով մենք ուզում ենք սենց լինի։ Փորձեցին գեներացնել մոլով, չգիտեմ, այս Երևանի անջատումով, մյուսով սենց բերեն պիկի, փուչիկները տարակեցին հերթով։ Անգամ երեք մի բան լինք ուղարկեցին ինձ հաղորդման, եթե չեմ սխալվում, իմնեմնիմի։ Տղաները բան էին քննարկում, այնտեղ մի հետաքրքիր ինֆորմացիա եղավ, որ ինձնից էին հղումներ անում, եւ հետաքրքիր ինֆորմացիա եղավ, որ այդ մոլի ինչ-որ խանութի վարձակալներից մեկը ասել է, որ ինքը նախորդ իրեն տեղեկացրել են, որ այսօր հոսանքազրկում ալեն։ Լավ, անում եք, գոնե այդպես փնթի մի արեք։ Ну, այդպես չեմ կարող ես պնդել, չեմ ճանաչում, որ այդ սեփականատերը։ Ես ընդհանրապես հղում եմ անում տղաների այդ ոդկասթի ասածին։ Այսինքն այս առումով անկեղծ շատ դժվար է խոսել մի երևույթի մասին, որը չկա։ Ուղղակի չի կարող լինել ավելի շուտ, ոչ թե չկա։ Չի կարող լինել այդպիսի բան։ Առանց մեղադրանքի, որը պատկերացրեք մարդուն բռնեն, առանց որից է մեղադրանքի տանեն նստացնեն, տենց թիվ հաշիվ չկա տենց։ Եվ ամենակարևոր խնդիրը այս օրենքով հանձնաժողովի նախագահին վերապահում են, ուրեմն ասեմ ձեզ, քննիչի, դատախազի, դատավորի, միջազգային արբիտրաժի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, բան, տես բոլորի գործառույթները խառնում են իրար եւ տալիս են այս մարդուն, ասում են դավայ գնա, ինչ պետք է սեփականացրու։ Ուղղակի նախորդիր եւս լիցենզիայից զրկումը, էլի Չէ, լիցենզիայից զրկումը համաձայն եմ եղել է, բայց եթե օրենքը կարդաք, չանդրադառնամ կետերով, օրենքը կարդաք կտեսնեք նախագահին միանձնյա կոլեգիալ մարմնի ղեկավարին, որի ձայնը բոլորի հետ հավասար իրավունք ունի, չէ՞, այսինքն ազգային ժողովի նախագահը ով է, դե պատգամավորը, ընդհանրապես կազմակերպել իր գործառույթներով, նիստը վարել եւ այլն։ Նույնը կոլեգիալ մարմնի ղեկավարն է։ Հիմա կոլեգիալ մարմնի ղեկավարին տալիս են միանձնյա որոշումներ ու այնպիսի որոշումներ, այստեղ մի լավ դրական բան կա, որ վախենում են ամբողջ հանձնաժողովը որոշի, ուրիշ բան որոշի։ Դրա համար տալիս են միանձնյա։ Եվ ցանկանում եմ իմ կարծիքը նշել այդ առումով, այս process-ով ովքեր որ զբաղվել են, լինելով իրավաբան, ձեզ իմ կարծիքը ասեմ, ովքեր որ սրանով զբաղվել են եւ նախապատրաստել են սա, մի գեղեցիկ օր իրենց գործողությունները արժանանալու են քրեական գնահատականի։ Իմ կարծիքն եմ ասում, այո։ Մի գեղեցիկ օր անդրադառնալու են դրան։ Մի նոր հարց էլի, ամեն դեպքում Երրորդ հարցը ներողություն, ներդրումների վերաբերյալ չեմ ասի։ Որովհետև այո։ Եվ մի դիտարկում ուղղակի եթե պատասխանենք այդ հարցի, ռիսկերից մեկը նշեցիք սակագների բարձրացումը, մոտավորապես կարող եք ասել որքան կարող է լինել,
այդ դեպքում այս սցենարի իրականացման։ Դիտքանը որ իմանայի։ Ես ձեզ ասեմ 15 թվականի Էլեկտրիկ Երևանի ժամանակ, եթե չեմ սխալվում, ռուսական Ինտերրաո կազմակերպությունը, բայց սա չկապենք քաղաքական ռուսների հետ, էլի, որևիցե այդպիսի խնդիր չկա, ուղղակի ասում եմ ով էր այն ժամանակ սեփականատերը։ Դիմել էր ու չխափեմ շատ էական բարձրացման, մոտավորապես 47-48%։ Այն ժամանակ բարձրացվեց 5 դրամ։ Ну, այդ թվերը մի քիչ այս կոմենտում առանձնապես կարծում եմ կարևոր չի, երևույթի մասին եմ խոսում, որի արդյունքում ձեռք բերեց Կարապետյանը։ Այսինքն մոտավորապես 20 դրամ պետքա բարձրանար, պետությունը զսպեց, բարձրացրեց 5 դրամ, ու անցել է 10 տարի, այդ 5 դրամ, այսինքն Կարապետյանի օրոք սակայն չի բարձրացել։ Լավ, ինչ էլ պետք է անի հեծը եւ Կարապետյան Սամվելը եւ հեծը, որովհետեւ մարդիկ այսինքն մենք հիմա հասկանալով այս ամեն ինչը զիջենք, հա, գնանք նրան, իմանալով մեր մեջ որ այս խնդիրները լինելու են, զիջենք գնանք նրան, ասենք, դե դուք եք սենց ուզում, թող սենց լինի։ Մեր ժողովուրդը չի, մեր պետությունը չի։ Մենք իրավունք չունենք այդպես մտածել։ Այստեղ սեփականության առումով նորից ձեր հարցին անդրադառնալով ասում եմ, թքած ունի ես ունեցվածքի վրա։ Այդ կանխավարկածով առաջնորդվելու դեպքում արդեն գալիս ենք իսկ ինչի է Կարապետյանը ուզում հեծը չտա։ Պատճառներից մեկը եւ առաջինը հենց դա է, որովհետեւ տեսնում է ինչ է կատարվելու։ Խոսանքի բարձրացում է։ Այո, եւ ընդհանրապես հուսալիություն։ Այդ ուրիշին տալը ձեզ ասեմ, եթե հիմա ի սկզբանե գիտեն, որ ուրիշին տալու, դա մեկ այլ հանցակազմ է։ Այդ արդեն ուրիշ բան։